Հայ առաքելական եկեղեցուն առնչվող մի շարք կարևորագույն որոշումներ կընդունվեն Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ին։ Ինչու Ավստրիայում եւ ոչ Էջմիածնում, Մայրաթոռը հայտնում է, որ պատճառը հայ առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումներն են։ Նման նախադեպեր էլի են եղել պատմության ընթացքում։ Վերջինը եղել է Վազգեն Վեհափառի օրոք։ Որոշումը կայացվել է հաշվի առնելով իշխանության կողմից եկեղեցահալած քաղաքականությունը եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումները։ Եպիսկոպոսատ ժողով վերջին անգամ արտասահմանում գումարվել է, երբ կրկին կար խոչընդոտ պետական մակարդակով։ 1956 թվականին, երբ Խորհրդային Միության ժամանակ մի շարք հայ հոգեվորականներ Հայաստան գալու հնարավորությունից զրկված էին։ Քանի որ Խորհրդային Հայաստանում կարող են նաև հնարավոր ճնշումներ լինել արտասահմանից եկող եպիսկոպոսների, միաբանների նկատմամբ, Մեծի Տանենկիլիկո կաթողիկոսության, այդ թվում նաև Սուրբ Էջմիածնի միաբան, բայց արտերկրում սպասավորող եպիսկոպոսների նկատմամբ նպատակահարմար համարվեց, որ այն կիրականացվի տեղի կունենա Հայաստանից դուրս։ Ի վերջո ընտրությունը կանգ առավ Կահիրեի վրա։ Եպիսկոպոսատ ժողով հրավիրելու իրավունք ունի բացառապես ամենայն հայոց կաթողիկոսն ու այն նախագահելու իրավունքը ևս նրանն է։ Մայրաթոռի Մատենադարանի տնօրեն Տեր Արարատ Քահանա Պողոսյանն է հիշեցնում. եկեղեցու գերագույն հոգևոր խորհուրդը ժողով կարող է կազմակերպել հայրենիքից դուրս ըստ անհրաժեշտության։ Պատմական օրինակները քիչ չեն։ 1651 թվականին ժողովը տեղի է ունեցել Երուսաղեմում։ 1976-ին Էջմիածնում գումարված ժողովի ժամանակ հաջորդ ժողովի վայր էր նշանակվել կրկին Երուսաղեմը, սակայն այն այդպես էլ չի կայացել։ Իր օրակարգը հաստատելուց հետո որոշում է ընդունում, որ հաջորդ տարի 1977 թվականին Եղիշե պատրիարքի Երուսաղեմի Եղիշե պատրիարքի հրավերով որոշվում է հաջորդ տարվա եպիսկոպոսատ ժողովը գումարել եւ իրականացնել Երուսաղեմում։ Եղել են նաև դեպքեր, երբ ժողովը գումարվել է հայրենիքի այլ քաղաքներում, մասնավորապես Մեծ Հայքի տարածքում։ Վերջին նման ժողովը կայացել է 5 դար ընդմիջումից հետո 2013-ից 2014 թվականներին Էջմիածնում։ Եկեղեցին տարբերակում են եպիսկոպոսատ ժողովի 3 ձևաչափ, որոնք միմյանցից տարբերվում են մասնակիցների կազմով։ Հայ եկեղեցու պատմության մեջ արձանագրված եպիսկոպոսատ ժողովներ ուսումնասիրելիս մենք կարող ենք առանձնացնել 3 տեսակ եպիսկոպոսատ ժողով, հատկապես որը բնորոշ է հայոց պատմության, հայ եկեղեցու պատմության նորագույն շրջանին։ Օրինակ եպիսկոպոսատ ժողովներ հրավիրվել են, երբ մասնակիցները եղել են ներկայացված մեր բոլոր նվիրապետական աթոռների եպիսկոպոսներով։ Ժողովի օրակարգը դեռ հստակ չէ, սակայն կանոնագրքով հաստատված է։ Ժողովը քննարկելու է եկեղեցական կրոնական կյանքի խնդիրներին առնչվող բարեփոխումներ, հնարավորություն է ունենալու նոր օրենքներ հաստատելու որոշումներ կայացնել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Եպիսկոպոսատ ժողովը հայ առաքելական եկեղեցում կարևորությամբ երկրորդ ժողովն է ազգային եկեղեցական ժողովից հետո։ Եպիսկոպոսատ ժողովը արձագանքում է այդ օրերին համազգային կամ ներեկեղեցական կարևորագույն նշանակություն ունեցող հիմնահարցերի եւ խնդիրների եւ որոշումներ են ընդունում գործադրելու կամ ապագայում այդ հարցերը եկեղեցու բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում պահելու։ Նիկոլ Փաշինյանին աջակցող 10 բարձրաստիճան հոգևորականներն արդեն արձագանքել են ժողովի գումարման որոշմանը, այն անօրինական համարելով եւ հայտարարելով, որ չեն մասնակցելու։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։